Չնայած դեռ պաշտոնական որոշում չի կայացվել, սակայն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը պնդում է, որ հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում հունիսին կայանալիք առաջին եվրոպական խաղերին։ Տեսեք, բոլոր դեպքերում այն կողմն է Բաքվի կողմն եւ միջազգային օլիմպիական կոմիտեն, Եվրոպական օլիմպիական կոմիտեն ապահովում են անվտանգությունը, նաեւ Ադրբեջանի կողմը ապահովում է անվտանգությունը։ Կազմը չեմ կարող ասեմ, գնալու դեպքում կազմը ինչ կազմ կլինի, մարզաձևերը չեմ կարող ասեմ, կիմանաք գնալու դեպքում։ Իսկ իմ սուբյեկտիվ կարծիքն է, այո, պետք է մասնակցել, ինչ կապ ունի։ Ադրբեջանում է, թե որտեղ է, բնականաբար պետք է մասնակցել։ Սա սպորտ է։ Այս մասին նախարարը խոսեց օրերս Վանաձորում կայացած Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության ժամանակ։ Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցում մեկնարկած առաջնությանը շուրջ 120 ըմբիշներ պայքարեցին մեդալների 8 հավաքածուների համար։ Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի ուժեղագույն ըմբիշները, բացառությամբ աշխարհի չեմպիոններ Արտուր Ալեքսանյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի։ Մրցաշարը բաց թողեց նաև 66 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոն Միհրան Հարությունյանը առողջական խնդիրների պատճառով։ Փոխարենը 10 տարվա ընդմիջումից հետո 59 կիլոգրամ քաշային կարգում գորգ դուրս եկավ Ռոման Ամոյանը եւ Արտուր Մկրտչյանի հետ պայքարում միավորների առավելությամբ հաղթանակ տարավ։ Ինչպես նշեց ըմբիշը, մարտերից ոչ մեկն իրեն դժվար չտրվեց։ Հանրապետության առաջնությունը ինձ համար նպատակային առաջնություն էր, որ այս տարի գիտեք, որ շատ ծանրաբեռնված տարի է, վարկանիշային աշխարհի առաջնություն եւ այս տարվանից մեկտեղ աշխարհի առաջնությունից հետո սկսում է վարկանիշային օլիմպիական վարկանիշային առաջնությունները եւ սա սկիզբն է դեպի այդ մեծ հաղթանակները։ Հույսով եմ, որ տա Աստված վնասվածքներ չունենամ եւ կոնկրետ պատրաստվեմ այդ առաջնությանը։ Այս տարի Հայաստանի առաջնությունում անակնկալներ չգրանցվեցին, բացառությամբ 66 կիլոգրամ քաշային կարգի, որտեղ չէր մասնակցում գործող չեմպիոն Մոսկվայում բնակվող Միհրան Հարությունյանը։ Այս քաշային կարգում առաջին անգամ չեմպիոն դարձավ Արամ Ջուլֆալակյանը։ Նրան աջակցելու էր եկել եղբայրը Արսենը, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը դեռևս վատառողջ է։ Շատ դժվար էր, համենայն դեպս ինձ համար, որովհետև բազում տարիներ փորձում էի հաղթահարել այս բարդությունը, բայց չէի իրականանում, եւ վերջապես առաջին անգամ մեծահասակների Հայաստանի չեմպիոն դառա, շատ ուրախ եմ եւ հույսով եմ նույնը կարողանամ կրկնել աշխարհի առաջնությանը։ Միանշանակ պատրաստում ես բոլորի դեմ եւ մանավանդ քո հակառակորդի, որը գիտես, որ անցած տարվա Հայաստանի չեմպիոնն է, բնականաբար դու ուզում ես իրան հաղթել ամեն առաջի հերթին, եւ բայց կարեւորությունն այնքանով է, որ պետքա բոլորին հաղթես եւ դառնալ չեմպիոն։ Դա նշանակություն չունի ինքը ինչ-որ վատառող չէր կամ չի մասնակցում, դա հետագա ինչ-որ ժամանակը ցույց կտա մարզիչների որոշման ինչ կլինի, բնականաբար, եթե չեմպիոն, դա նշանակում է ոչ թե մենակ Հայաստանի չեմպիոն, պետք է ցույց տալ, որ դուսն ես իրավիճակի լավ կպնելու։ Այսպիսով հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի 2015 թվականի առաջնության արդյունքում ձևավորված հավաքականը կմասնակցի այս տարի կայանալիք միջազգային մրցաշարերին, ինչի արդյունքում էլ կընտրվի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությանը մասնակցող ընտրանին։